Շնորհակալություն, մեծարգո պարոն նախագահ, արգելի պատվիրակներ, թղթապանակներում բաժանված է բանաձևի նախագիծ, արդեն ստացել ենք մի շարք առաջարկություններ, թույլ տվեք ելույթս նվիրել նախագծի հիմնավորումներին, քաղաքական եւ ոչ թե բուն ձևակերպումներին։ Եվ այսպես կյանքով ապացուցված դառը ճշմարտություն է, որ աշխարհում տառապանքներ պատճառում են ոչ միայն չարիք գործող վատ մարդիկ, այլև լռություն պահպանող անտարբերները։ Եվ այսօրվա իրականության մասին լռելը համարժեք է հանցակցության։ Այո, մենք ներընդդիմադիր համերաշխության կողմնակիցներ ենք։ Այո, ընդդիմության շարքերում, ընդդիմության եւ հասարակության առողջ հատվածում ունենք բազմաթիվ ընկերներ եւ գործընկերներ։ Սակայն ըստիս չի կարելի հարգել հարաբերությունները ավելին, քան երկրի համար կարևոր ճշմարտությունները։ Այդպիսի ճշմարտություններ մենք բարձրաձայնել ենք եւ բարձրաձայնելու ենք, անկախ նրանից, թե ում դուրը դա կգա կամ չի գա։ Խոսելով մեր նախաձեռնած իմպիչմենտի գործընթացի մասին, չեմ կարող չշեշտել նաեւ հետեւյալը։ Որպես կանոն, քաղաքական շրջանակները պետք է լուծումներ առաջարկեն խնդիրների առկայության դեպքում։ Բայց ունեմ կայուն տպավորություն, որ որոշ մեր գործընկերներ ոչ թե լուծումներ են առաջարկում խնդիրների համար, այլ խնդիրներ են առաջարկում լուծումների համար։ Եվ սա մի քիչ անհասկանալի է։ Այս առիթով թույլ տվեք հիշեցնել ճապոնական մի ասացվածք, իմպիչմենտի առիթով։ Ճապոնացիները ասում են. կյանքում այդ քո թուրը քեզ մի անգամ կարող է պետք գալ, բայց եթե դրա կարիք ունենաս եւ ուզում ես թրից օգտվել, պարտավոր է սաղ կյանք այդ թուրը հետըտման տալ։ Իմպիչմենտը կարծում եմ դրա նման մի բան է։ Կարող է մի անգամ պետք գալ եւ մենք պարտավոր ենք դա մշտապես մեր կողքին պահել։ Եվ մենք հավատում ենք մեր պայքարի հաջողությանը։ Մենք հավատում ենք Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային։ Հավատում ենք, թեպետ այսօր շատերս այդ ապագան չենք տեսնում կամ դժվար ենք տեսնում։ Սակայն ինչպես կասեր Օգոստոս Երանելին, եկեք այսօր հավատանք նրան, ինչը չենք տեսնում, ու աշխատենք դրան հասնելու համար, որպեսզի տեսնենք մի օր այն, ինչին հավատում էինք։ Եվ սա է, կարծում եմ, մեր քաղաքական պայքարի համար հոգևոր խորհուրդը՝ հավատալ, աշխատել եւ տեսնել այն, ինչին հավատում էինք։ Այսօրվա Հայաստանում քաղաքական բանտարկյալների առատությունը վկայում է այն մասին, որ իշխող ռեժիմը բռնատիրական է։ Ինչպես յուրաքանչյուր բռնատեր, կապիտուլյանտը ավելի շատ վախենում է մտքից, քան բասքից, ազատ մարդուց, քան ամբոխից։ Կրկին 18-ի մասին խոսվեց այստեղ։ Մենք էլ մի բան ասենք, եթե կարելի է։ Արդյոք մինչև 18-ը մենք խոսում էինք մարդկանց հետ հասկանալի լեզվով, թե հնչում էինք որպես ամեն ինչից տեղյակ զայրացած գիտուններ, որոնց մի օր սկսեցին պարզապես չլսել։ Եվ 18-ին մենք կորցրեցինք իշխանությունը, իսկ ժողովուրդը պետությունը, մի պարզ պատճառով, որովհետև եւ մենք, եւ ժողովուրդը կարծում էինք, որ այդ ամեն ինչը ինքըստինքյան է։ Կներեք ոչ հայերեն բառից համար նաղդ է, պարզվեց ոչ իշխանությունն է նաղդ, այդ հələ մի կողմ, ոչ էլ ցավոք սրտի պետությունը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի կորուստը դարձավ կանխատեսված անակնկալ։ Այո, որքան էր իրարամերժ հնչում ձևակերպումս, դա կանխատեսված անակնկալ էր, որովհետև մեր ուղեղը հասկանում էր, թե ինչի է բերելու այս կապիտուլյանտ ռեժիմի հետագա կառավարումը, սակայն ժողովրդի միամիտ սրտերը չէին ուզում հավատալ, որ դա դառնալու է իրականություն։ Մենք կուսակցություն ենք, որը հաջողությամբ կառավարել է։ Մենք կուսակցություն ենք, որը նաև սխալներ է թույլ տվել, այդ մասին խոսեց նաև նախագահը իր զեկույցում։ Բայց մենք նաև կուսակցություն ենք, որը սովորել է եւ սովորում է։ Օրինակ, մենք սովորել ենք, որ իշխանությունը վերջակետ չէ, կյանքի ավարտ չէ, իշխանությունը պատասխանատվություն է։ Մենք սովորել ենք, որ կայունությունը առանց արդարության եռացող կաթսա է, իսկ արդարությունը առանց կայունության քաոս։ Մենք սովորել ենք,
որ հայրենասիրությունը միայն հանրավարակներում դրոշներ ծածանելը չէ, այլ համակարգեր կառուցելը, որոնցից կօգտվի սովորական շարքային քաղաքացի։ Մենք սովորել ենք, որ չենք կարող կառավարել մենակ։ Կարծում եմ պետք է կառուցել գաղափարների եւ ոչ թե հարմարավետությունների կոալիցիաներ։ Մենք պետք է ավելի ձգողական դառնանք, կարծում եմ նաեւ ազնիվ մտավորականների եւ երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում են ծառայել մեր երկրին, բայց հիասթափված են ամեն ինչից եւ ամեն ոգուց եւ դժվարությամբ են վստահում առհասարակ քաղաքական ուժերին։ Մենք սովորել ենք, որ սփյուռքը ոչ այնքան փողի մասին է, որքան նոր գաղափարների, ֆանտաստիկ մարդկանց եւ գլոբալ ազդեցության դարբնոց։ Եվ մենք սովորել ենք, որ հայ ժողովուրդը լավն է, որ ժողովրդին խաբել չի կարելի, արհամարել չի կարելի, անտեսել չի կարելի։ Մենք չենք վախենում հակաքարոզչությունից, մենք չենք վախենում վարձկան իրավապահներից եւ վարձու գրչակներից, չենք վախենում։ Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ, ոչ թե բռնությամբ, այլ համոզմունքով, ոչ թե դատարկ կարգախոսներով, այլ ծրագրով։ Այն ծրագրով, որի մի մասը նախագահը առաջարկեց իդեպ անդիմադիր առողջ ուժերին նախընտրական էտապում օգտվելու համար։ Պետք է սովորել խոսել ցավից, վերքից, որովհետև վերքը կարելի է բուժել, եթե սկսես դրա մշակումը, եթե վերքը չես մշակում, այն բուժել չես կարող։ Երբ ազգը կորցնում է իր հողը, այն կարող է հետ բերել։ Երբ ազգը կորցնում է իր զավակներին, կարող են ծնվել նորերը, բայց երբ ազգը կորցնում է իր իմաստությունը եւ ինքնապահպանման բնազդը, այդ ժամանակ ազգը կարող է կորչել ընդմիշտ։ Ասում են, որ Աստված երբ ուզում է պատժել մարդուն, նրան զրկում է բանականությունից։ Կարծես թե ազգերի դեպքում նույնպես այդպես կարող է լինել, եւ մեր խնդիրն է դա թույլ չտալը։ 8 տարի է, ինչ փորձում ենք մեզ թաղել, եւ ամեն անգամ մենք ապացուցում ենք, որ կանք։ Քանզի մարդիկ կարող են գալ ու գնալ, մարդիկ անցողիկ են, արժեքները երբեք, որովհետև հանրապետական կուսակցությունը անհատների հավաքածու չի։ Հանրապետական կուսակցությունը իշխանության գալու մեքենա չի, այն գաղափար է, այն գաղափարը, որ Հայաստանը կարող է լինել մրցունակ, որ Հայաստանը պետք է լինի ազատ եւ Հայաստանը պարտավոր է լինել ազգային։ Այս գաղափարն է, որ պետությունը գոյություն ունի, այն գաղափարը, որ պետությունը գոյություն ունի ազգի համար եւ ոչ թե հակառակը։ Ինչ է նշանակում հանրապետական այսօր։ Ահռելի փորձ առանց կոռուպցիայի, հայրենասիրություն առանց դեմագոգիայի, ուժ առանց ամբարտավանության։ Նայեք այս դահլիճին։ Ես տեսնում եմ երիտասարդ դեմքեր, մարդիկ, որոնք դեռ չէին ծնվել, երբ որ հանրապետականը հիմնադրվում էր։ Ես տեսնում եմ կանանց, ովքեր ստանձնել են առաջնորդություն իրենց ընտանիքներում եւ հանրույթներում։ Ես տեսնում եմ մտավորականների, որոնք հրաժարվել են խոնարհվել այս նոր հերիտիկոսների առջև։ Ես տեսնում եմ նախկին զինվորականների, որոնք կռվել են մարտի դաշտում ու այսօր վերադարձել են կռվի, բայց այս անգամ խոսքով, գաղափարով եւ կազմակերպչական ուժով։ Մենք անցյալ չենք, մենք շարունակությունն ենք, մենք կամուրջն ենք այն Հայաստանի միջև, որ ոչնչացվեց, եւ այն Հայաստանի, որը վերածնվելու է։ Շնորհակալություն։